Անատո ասում եմ, ուսադիր լսեք ինչ եմ ասում ժողովուրդ, ես ձեզ պատասխանատու, ես 8 տարի վարչապետ եմ, այն գույքը, որը ես հայտարարագրել եմ, այդ գույքից մի աթոռ ավել նույնիսկ ես չունեմ, մի աթոռ ավել նույնիսկ ես չունեմ, եւ այն ինչ որ ես ունեմ, ամբողջությամբ հայտարարագրված է եւ վարչապետի պաշտոնը ես որևէ կերպ չեմ օգտագործել իմ ունեցվածքը ավելացնելու համար, բացառությամբ այն ինչ որ հասանելի է նաև այլ քաղաքացիների։ Կինո հայրենիքի տունը վաճառել եմ հիմա կառուցող շենքում, հələ կառուցված չի, կառուցող շենքում բնակարան ենք ձեռք բերել եւ այլն Հայաստանի Հանրապետությունում այդ մեխանիզմով 54,000 ընտանիք տուն է ձեռք բերել, 54,000 ընտանիք։ Եվ մենք 2018 թվականից 1 միլիարդ դոլարի աջակցություն ենք ցույց տվել մարդկանց բնակարանային տարբեր ծրագրերով, ներառյալ սահմանամերձ գյուղերի 16 միլիոնների ծրագրերով։ Այսօր 3400-ից 400 մոտ քվոտա է սահմանվել այդ բնակարանների համար։ Եվ մենք հիմա Երևանում սահմանափակում ենք, որ բնակարանաշինությունը գա դեպի մարզեր եւ կամած գալիս է դեպի մարզեր եւ այդ թվում գյուղական ծրագրերով գյուղական վայրերում այդ ծրագիրը աշխատում եւ ես համոզված եմ առաջիկայում ավելի ակտիվ կաշխատի։ Ես ուզում եմ շատ ծրագրեր կա, մենք մարդկանց չենք էլ հասցրել այդ ծրագրերի մասին իրազեկենք նորմալ։ Երբ որ մենք սահմանավոր գյուղերի ծրագրերի 16 միլիոնը ներդրել էինք, ասում ենք 16 միլիոն տալիս ենք, տուն սարքեք սահմանամերձ գյուղերում։ Ժողովուրդ 6 ամիս մի հատ արձագանք չկար։ 6 ամիս մի մարդ չեք դիմել այդ ծրագրով։ Գնում ենք մարզեր, ասում ենք բանը, ասում ենք ժողովուրդ ինչի չեք դնում։ Ասում են չհասկացա, այդ դուք մեզ լրիվ միամիտի տեղ եք դրել։ Ասում են ինչ նկատի ունենք։ Ասում են դե ասել եք լուրերի համար, դուք լուրջ ուզում եք ասեք, որ դուք 16 միլիոն մարդուն փող եք տալու, որ տուն սարքի, այսօր արդեն հարյուրավոր տներ, հազարավորներ ընթացքի մեջ են, հազարավորներ, բայց հարյուրավոր տներ արդեն կանգնած են, հարյուրավոր տներում արդեն մարդիկ ապրում են, եւ այո, մենք այս կառավարությունն ենք, որ աշխատում ենք ձեզ համար։ Բայց այս ամեն ինչը էլ եմ ասում շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը ժողովուրդ ջան հետևյալն է, որ եւ այս ընտրություններին թիվ մեկ հարց է, որին պետք է պատասխանի ժողովուրդը հետևյալն է, ինքը խաղաղությանը տեր կանգնում է, թե տեր չկանգնում։ Ամենակարևոր հարցը դա, որովհետեւ այսօր ասում եմ, մեր խաղաղությունը 9 ամսական է եւ մեր խաղաղությունը 9 ամսական երեխայի նման բոլոր բաներով, առաջինը 9 ամսական երեխայի նման ինքը մեր տան Հայաստանի ուրախությունն ու երջանկությունն է, 9 ամսական երեխայի նման մեր տան ամենակարևոր ներկայությունն է, բայց 9 ամսական երեխայի նման ինքը շատ խոցելի է, եթե 9 ամսական երեխայի նկատմամբ հող չտանենք, խնամ չտանենք, ինքը չի ապրի, պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է գիտեք ինչ եկեք այդ երեխային հանձնենք որբանոց, որովհետև մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը։ Մենք դրա հետ համաձայն չենք, որովհետև նախ ուրիշի խնամքի տակ գտնվող խաղաղությունը մենք տեսել ենք ոնց է աշխատում եւ մենք համոզված ենք, որ Հայաստանում այլևս կա ժողովուրդ եւ քաղաքացի, որը կարող է տեր կանգնել խաղաղությանը, որտեղ խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել պետությանը, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել ապագային, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել անկախությանը, խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել սեփական տանը, որովհետև դեր սեփական տան խաղաղությունը նշանակում է սեփական տանը ապրելու անառարկելի իրավունք։ Հաջորդն եմ ուզում ասեմ, որ ժողովուրդ ջան, ժողովուրդը տերա մենք ծառայենք, ժողովուրդը ոնց որոշի, մենք ժողովրդի կացած որոշումը ծանրութեթև չենք անելու։ Էլ եմ ասում, ժողովուրդը կորոշի, որ մենք պետք է թողենք, ես պետք է թողեմ գնամ, ես սուս ու փոս կթողեմ կգնամ։
ժողովուրդը կորոշի, որ ես պետք է մնամ եւ շարունակեմ իրական Հայաստանի կայացման ուղեգիծը, ես դա կանեմ մեծ պատվով, մեծ հաճույքով եւ մեծ խանդավառությամբ։ Բայց ելի եմ ասում, որտեղ մարդ, ով վերջին 8 տարիների ձեր թույլտվությամբ եւ մանդատով առաջնորդել է Հայաստանի Հանրապետություն